Բարի օր ժողովուրդ, Mountain Eye Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ Տավուշ, աշնան ամենավերջի օրերն են, վերջին 10-օրյակը, և սա մեր ուրեմն սև անգուստ տղաների այն գլխաքանակն է, որը ընդամենը օրեր հետո պետք է հանձնվի։ Մեր լեզվով ասած պետք է գնաք քաղաք, սրանք ուրեմն 1.5-ից 2.5 տարեկան այդ տղաներն են, որոնք անցել են ուրեմն խոտային բտում, ինչ-որ չափով կաղնային բտում են անցել, ֆինիշինգ են անցել հավելյալ որոշ խմբաքանակով կերի մարմարայնության համար, սրանցից ոմանք և հիմա թողնված են իրենց քմահաճույքին, որպեսզի հանգստանան, ամեն դեպքում բտումը ամեն կենդանու համար ստրես է, որպեսզի գնան հանձնման։ Հիմա մենք ունենք այստեղ, խնդրեմ, այս տղան 408, ինքը 1 տարեկան է, հիմա մենք միներալներ են ուտում, սա մեր աղամանն է, տեսեք վիճակները, ամբողջությամբ բտված, ես ունեմ տեսանյութեր, ուրեմն աննակահանության, ծուցիչի վերաբերյալ և այս կախված բրիսկետի ճարպայնության, պոչի հետևի և նաև ուշադրություն դարձրեք այդ երջանկության կճիռները, որոնք վզի վրա են։ Սրանք կենդանիներ են, որոնք ունեն ոչ միայն գեղեցիկ մարմնակազմությամբ և շատ միս, այլ նաև որակով միս, բավականին։ Եվ եկեք պատմեմ, որովհետև շատ են հարցնում, շատ են հարցնում, ասենք, ինչ են ուտում այս կենդանիները և ինչ են ուտելու ձմռանը, այս հանձնվողները չէ, ընդհանրապես որոնք որ մնան, և ինչպես կարելի է միայն խոտի, այն էլ լեռնային, բարձր լեռնային խոտի վրա, աճեցնել կենդանիներ։ Եվ ծայրահեղության է հասնում, պետք է ասնեմ, որ երբեմն մարդիկ այնքան իներցիոն և քառակուսի մտածողություն են ձեռք բերել և կուտակել ամբողջ ընթացքում, որ դժվար է լինում նույնիսկ ամենաագրեսիվ ձևով բացատրել, բայց ես կբացատրեմ շատ պարզ և հասկանալի ձևով։ Տեսեք, տղաները անգուստների, սև անգուստների լանջի վրա իրենք արածում են ամբողջ օրը, երեկոյան մի քիչ կհանգստանան, հետո գիշերը նորից կանցնեն արոտի։ Հիմա ինչ են ուտում և ոնց կարելի է կերակրել իրենց առանց հավելյալ կերերի։ Շատ պարզ։ Եթե ջանք թափեք և կառավարեք արոտները, ես չեմ ասում նույնիսկ խիտ խմբակային արածեցումը, որը մենք խոտային բտման ժամանակ կիրառում ենք, երբ որ փոխում ենք արոտները օրը 2 անգամ, եթե կիրառեք գոնե ինչ-որ վերահսկողություն, 3-4 օրը մեկ արոտավայրերը փոխեք, ապա աշնան վերջին կունենաք այսպիսի խոտ, ստեղ նայեք, մենք ունենք այստեղ աշնանային այդ սրտադիմացկուն խոտերի ամբողջ մի հատ սալատ, մի մասը չորացած,
որը այս տղաների համար ծառայում է որպես յուրացումը մեծացնելու, ուժեղացնելու սննդի խոտի մեջ եղած սննդի յուրացումը մեծացնելու բաղադրիչ եւ կանաչ խոտ։ Այսինքն մենք ունենք այստեղ եւ սպիտակուցներ, եւ վիտամիններ, եւ այն բաղադրիչը, որը օգնելու է այս կենդանիներին ավելի լավ յուրացնել այս խոտի միջի սննդարար տարերը։ Հիմա երբ որ մենք գարնան ընթացքում ունենում ենք այդ ծոպքը խոտի, ասենք թե հենց իմանանք մայիս հունիս ամիսներին ամբողջը կանաչ է եւ այս կենդանիներ եւ բարձր սննդարար բնականաբար երեքնուկներ եւ այլ, այստեղ մենք երեքնուկներ չունենք, այսինքն մենք ունենք բարձր սննդարարությամբ կանաչ զանգված անսահման քանակությամբ այս կենդանիները չեն կարողանում յուրացնել այդ ամբողջ սննդարարությունը, նա իրենց միջից դուրս է գալիս հեղուկի տեսքով իմիջիալոց հետևից որոշ բժիշկներ մտածում են, թե ուրեմն մարսողության խնդիր ունեն կենդանիները, ջուր է դուրս գալիս հետևներից։ Դա ընդհանրապես նշան է նրան, որ խոշոր եղջայր եւ այլ կենդանիները չեն կարողանում յուրացնել այդ բարձր սննդարարությամբ խոտը։ Եվ երբ որ ջուր է դուրս գալիս կենդանու հետևից, կներեք կրկնելու համար մի քանի անգամ, դա նշանակում է, որ սպիտակուց կա արտաթորանքի մեջ դուրս է գալիս։ Պետք չի անհանգստանալ եւ սրսկել այս կենդանիներին։ Դա անցնում է, երբ որ իրենք գտնում են ինչ որ չափով չոր խոտ, որովհետեւ չոր զանգվածն է, որ թույլ է տալիս յուրացնել պրոտեինը, որը առանց դրա անյուրացվելի է։ Հիմա ինչ ենք ունենում մենք աշնանը եւ ձմռանը, երբ որ պահոստավորում ենք աղոթները, ոնց որ մոտավորապես արել ենք այստեղ։ Մենք ունենում ենք որոշ չափով կանաչ զանգված, առանց իհարկե շատ մեծ պարունակության պրոտեինների, բայց վիտամիններով հարուստ։ Եվ մենք ունենք չոր զանգված, որը օգնում է, որպեսզի այդ խոտը յուրացվի։ Ահա թե մենք ինչ ունենք, եւ դա է առավելությունը։ Եվ մինչև այս պահոստավորված արոտները չծածկվեն ձյունով, այս կենդանիները կունենան անսահման քանակությամբ կեր։ Եվ մեկ-մեկ նույնիսկ ասում են, բա ինչ է կանում ձմռանը, դե ոնց կարելի է։ Ժողովուրդ, մենք այս խելոք կենդանիներին, տեսեք ինչ գեղեցիկ են, մենք իրենց կերակրում ենք ռազմավարական տուկերով, մենք ձեռք ենք բերում այդ խոտով միայն այն դեպքում, երբ որ արոտավարները արդեն ծածկված են ձյունով եւ անհասանելի են։ Իմիջիալոց ինչ որ չափով ծածկված ձյունով արոտավայրերում իրենք դեռ կարող են ձեռք բերել ձանտակից ինչ որ չափով։ Բայց պետք չի հավելյալ գերերով կերակրել։ Տեսեք, աշնան վերջը արդեն։ Ես ձեզ ցույց եմ տալիս, որ մենք ունենք այս ցուլիկը ինքը կարողանում է ուրեմն արածել եւ հենց այդ նույն եղանակով, այսինքն եւ չոր եւ կանաչ միաժամանակ։ Եվ քաշաճ է ձեռք բերում, ինքը դեռ քաշ է հավաքում։ Մենք մի քանի անգամ ասել եմ, բայց կրկնեմ, դա կարևոր է։ Մենք օգտվում ենք բնության այն ազդանշանից, որը նա տալիս է այս կենդանիներին ուրեմն աշնան վերջին ազդանշան է գալիս, դա կլինի, չգիտեմ, ոնց է իրենց մոտ, բջջային չի եւ բջջային կապ չի եւ ինտերնետային կապ չի, բայց բնությունը իրենց ասում է քաշ եւ ճարփ հավաքիր, ձմեռ է գալիս։
Եվ այս կենդանիներն ամեն ինչ անում են, որպեսզի պատրաստվեն ձմռանը։ Եվ մենք օգտվում ենք այդ առիթից, այսինքն մարմարայնություն են հավաքում այս կենդանիները։ Այսինքն մկանային հյուսվածքների միջի ճարպ են հավաքում ձմռան ընթառաջ։ Մենք ընդհանրապես օգտվում ենք դրանից, որպեսզի արտադրենք մարմարային բարձրակարգ միս, որը վաճառում է եւ առցանց, եւ սացխանութների ցանցում, Կողբացու վրա գտնվող Օրիենտ խանութում եւ այլն։ Եվ մենք շուտով նաեւ ուրեմն լայնացնելու ենք մեր սպառման հարթակները։ Ինչու ենք սահմանափակ պահում, որովհետև այդքան շատ չունենք այս լավ մսից։ Մենք դեռ աշխատում ենք մեր նախիրը մեծացնելու վրա։ Մենք պահում ենք բոլոր երինջներին եւ մթերում ենք ցլերին։ Իհարկե որոշ երինջների, օրինակի համար զույգ ծնված, որոնք չեն ծննդաբերելու զուտ ֆիզիոլոգիական եւ հորմոնային իրականություններից ելնելով։ Այլապես սա բարձրակարգ միս է, բարձրակարգ եւ ցանկալի։ Սա նաև ամբողջությամբ հետագծելի, այսինքն ծագումնաստուգելի միս է, քավլիսի մեզ մոտ գալիս են մարդիկ եւ մնում են այս մեր ծառայությունների կենտրոնում, որը հիմա դուք տեսնում եք ձեր էկրաններին, որտեղ կան բոլոր պայմանները ապրելու աշխատելու համար, գալիս են եւ նայում են, թե մենք ինչպես ենք աճեցնում մեր միսը եւ ինչքան այն բնական է, առանց որևէ հավելյալ կերերի եւ ինչպիսի համային բարձր ուրեմն ցուցանիշներով եւ որակներով։ Եկեք այսօր այսքանով ես սահմանափակվեմ, հուսով եմ օգտակար եղավ, շնորհակալություն եմ հայտնում մեզ հետևելու համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ տարածեք մեր վիդեոները, ինչպես նաեւ թողեք ձեր կոմենտները, որոնց մեծ ուրախությամբ ես պատասխանում եմ։ Շնորհակալություն եմ հայտնում եւ կտեսնվենք։